Աշխարհաքաղաքական զարգացումները մեր շուրջը տեղի ունեցող սոսապելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ ազգայինը համամարտկային է, պահպանողականությունը արդիական է, արարչականն իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ գոյություն ունեցած ազգ եւ պետություն։ Խաղաղության շղարշի տակ թաքնված գաղտնի բովանդակությամբ կասկածելի բանակցությունների հետևանք պայմանագրից հիմա էլ համաձայնագիր դարձած թղթի վերաբերյալ մեր կուսակցության գործադիր մարմինը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնել է, արվել է հրապարակային հայտարարություն։ Կրկնելու հարկ չկա, միայն հավելեմ, որ խաղաղության համաձայնագիր բառակապակցության երկու մասերն էլ մեղմ ասած վիճելի են, մոլորեցնող եւ իրականությունից հեռու։ Չմոռանանք նաեւ, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ եւ քայլ առ քայլ իր պայմաններն է թելադրում։ Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։ Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը։ Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանանան նաեւ համարժեք իրավական գնահատականի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին այդպես ներկայացնի։ Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող Արցախաուրաց քաղաքականություն։ Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը խաղաղության գինն է։ Սա ստի հանճարեղ օրինակ է։ Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն։ Խոստացան խաղաղություն, ստացանք պատերազմ։ Խոստացան բարեկեցություն, ստացանք արտագաղթ։ Խոստացան պաշտպանել Արցախը, հանձնեցին Արցախը։ Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին եւ ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց ծրագրով են առաջ շարժվում։ Մի հարց լինի, արդյոք որ ծրագրով, ազգային աղետի, ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով։ Բայց դա ոչինչ, կարևորը, այսպես ասած, խաղաղությունն է։ Հանգիստ ապրեք, սիրելի հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները հանուն խաղաղության չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա։ Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք, դա պարզապես այս խաղաղար իշխանության հերթական հաջողությունն է։